իրական թերակատարում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջեն հիմնականում կառուցված է խոշոր հարկ վճարողների կողմից կատարվող վճարումների վրա, քանի որ բյուջեի եկամուտների շուրջ 54%-ը վճարում են խոշոր հարկ վճարողների տեսությունում հաշվառված տնտեսավարող սուբյեկտները, կարող ենք արձանագրել, որ հիմնական տարբերությունը, հիմնական թերակատարման պատճառը դրանում է։ Մասնավորապես 4 հիմնական ոլորտներ են, որոնք որ ցույց են տվել հարկերի ավելի պակաս գումարներ պայմանավորված տարբեր գործոններով։ Առաջինը դա հանքարդյունաբերության ոլորտն է, որտեղ որ դեռևս շարունակում են ցածր մնալ մետաղների միջազգային գները եւ այդ կազմակերպությունները ունեն հարկային վնասներ եւ իհարկե նաեւ մետաղական խտանյութից գանձվող ռոյալթիները, որոնք որ պետք է վճարվեին, համապատասխան չափով չեն վճարվել նախորդ տարվա համեմատ։ Երկրորդը դա ֆինանսաբանկային հատվածն է, խոշոր հատվածը, որտեղ որ մենք շահութարի գծով հարկային վնասներ ունենք, իսկ դուք շատ լավ գիտեք, որ ֆինանսաբանկային ոլորտը ավելացված արժեքի հարկ չի վճարում, եւ եկամուտների տեսանկյունից թերևս հիմնական ակնկալիքը կարող է լինել շահութարկը, մինչդեռ ֆինանսաբանկային կազմակերպությունները հայտարարագրել են հարկային վնասներ, դարձյալ օբյեկտիվորեն պայմանավորված իրենց գործունեության առանձնահատկություններով։ Երրորդը դրանք հանրային հատվածի կազմակերպություններ են, կապ հեռահաղորդակցություն, որտեղ որ կա սպառման անկում, այսինքն այդ ծառայությունների սպառման ծավալները նվազել են, որի արդյունքում կան նաև նախորդ տարվա համեմատությամբ պակաս վճարումներ եւ իհարկե տեղին է նաև նշել որոշ արտադրություններ, մասնավորապես ալկոհոլային խմիչքների արտադրություն, որտեղ որոնք որ արտահանման կողմնորոշում ունեցող կազմակերպություններ են եւ արտաքին շուկաներում ապրանքների իրացման դժվարություններով պայմանավորված, նրանք նույնպես ունեն իրացման շրջանառությունների խնդիր եւ այս ամենը օբյեկտիվորեն հանգեցրել է նաեւ դրան։ Ես մենակ մի թիվ կարող եմ հնչեցնել, որ մենք ունենք խոշոր հարկ վճարողների տեսությունում հաշվառված 520 տնտեսավարող սուբյեկտներ եւ միայն 181 տնտեսավարող սուբյեկտներ առաջին 8 ամիսների ընթացքում իմ կողմից նշված գործոններով պայմանավորված 47 միլիարդ դրամ ավելի պակաս հարկ են վճարել, քան նախորդ տարի դա տեղի ունեցել, բայց մենք 8 ամիսների կտրվածքով, երբ որ համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, հարկերի դերակատարում չունենք, այլ ունենք հարկերի ավելացում շուրջ 3 միլիարդ դրամով։ Պարոն Միրմյան, այլ հարկերը թերակատարվում են, ինչ ընդհանրում է, որ պետբյուջե գումարները քիչ են գնում, բայց պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են չափից ավել ճոխ գնումները, օրինակ գնումների բաժին հրապարակվել է, որ դուք ձեր կառույցը 1,80,000 դրամով բազմոց է գնել, չգիտեմ, ղեկավարների համար տարբեր գրասեղաններ են գնել, սրանք այս ճոխությունները պարտադիր են մեր աղքատ երկրի բյուջեին։ Իհարկե ճոխությունները ոչ թե պարտադիր են, այլ ճոխությունները պետք է ընդհանուր առմամբ կրճատել եւ ես չեմ կարծում, որ պետական եկամուտների կոմիտեում նման ճոխությունների են դիմում, եթե դուք նայեք նաեւ գնումների կառուցվածքը, միգուցե դուք ասում եք բազմոց 1,800,000 դրամով, բայց այդ բազմոցը ոչ թե մեկ բազմոց է, որ մենք պատկերացնում ենք, այլ մի հատ ընդհանուր կոմպլեկտ է։ Ես չեմ կարող հիմա մանրամասնություններ հայտնել դրա մասին, բայց կարծում եմ, որ այն տպավորությունը, որ դուք ունեք գնումների մասին, իրականությանը չեն համապատասխանում, որովհետև իրականում մեր կառուցում եւս խնդիր է դրված առավել խնայողաբար օգտագործել մեր հարկատուների գումարները եւ գնալ կրճատումների։ Շարունակեմ հարցազրույցը։ Օրինակ նույն կահույքը կարելի է գնել շատ ավելի նույն կոմպլեկտը ձեր ասած, շատ ավելի մատչելի, շատ ավելի հասարակ էժան, քան այն կարող ենք ասել, որտեղից կարելի իսկապես էժան գնել 1,80,000 դրամով, ընդհանրապես գրված էր 3 տեղանոց 1 բազմոց։ Շատ լավ, ես կարծում եմ, որ առհասարակ միշտ էլ կարելի է գտնել տարբերակ, երբ որ կատարված գնումից ավելի էժան եղանակով կարելի է կատարվել, բայց եթե մենք հետևենք գնումների ընթացակարգին, գնումների ընթացակարգը ինչ է ասում, ասում է էլեկտրոնային եղանակով է, բաց հայտարարությունը, ով որ դիմում է գնային առաջարկ է ներկայացնում, պետք է նայել, եթե համապատասխանում է բնութագրերին, դա ավելի էժան է։ Հիմա իհարկե ցանկացած պարագայում, եթե որևէ տեղ դա վաճառվում է ավելի էժան գնով, բայց տվյալ անձնավորությունը հայտ չի ներկայացրել տվյալ կազմակերպությունը գնումների ընթացակարգի մասնակցելու համար, բնականաբար գործող ընթացակարգերի համաձայն պետական մարմինը ոչինչ անել չի կարող։ Նորից եմ կրկնում, իհարկե ցանկացած պահի միշտ կարելի է ասել, որ այ կարելի է ավելի էժան գնել։ Հավատացնում եմ ձեզ, որ եթե ընտրվում է նաև անգամ եթե ընտրվում է գնումների հայտ ներկայացված կազմակերպություններից այն կազմակերպությունը, որը նվազագույն 9-ն է առաջարկել, միշտ կարելի է գտնել կայքերից այնպիսի կազմակերպություններ, որոնք կարող էին ավելի էժան առաջարկել դա, բայց չեն առաջարկել։ Պարոն Միրմյան, վարչապետը հայտարարեց նշանակ, որ տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիմա էլ դուք ասում եք, որ ունենք հարկերի թերակատարում, հավաքագրում թերի, այսինքն իրոք տնտեսության վիճակը ծանր է եւ եթե այդպես է, ով է մեղավոր, ինչն է հանգեցրել այդ վիճակին տնտեսության։ Տեսեք, տնտեսության արկավիճակով պայմանավորված մեղավորներ պետք չէ փնտրել,
տնտեսության արկա վիճակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, հիմնականում նաև արտաքին շուկաներում տիրող իրավիճակով, եւ եթե մենք խոսում ենք հարիկերի թվակատարման մասին, պետք է նկատի ունենալ հետեւյալը. դուք թվակատարում ասելով բնականաբար հասկանում ենք այն թիվը, որը դրված է պետական բյուջեում եւ այն թիվը, որը փաստացի հավաքագրվում է, բայց փաստացի մոռանում եք մի հանգամանք, որ պետական բյուջեում դրված եկամուտների թիվը դա կանխատեսում է ըստ էության, կանխատեսում է հիմքում ունենալով մի շարք պարամետրեր, օրինակ կանխատեսում ունենալով, որ մեր անվանական աճը համախառն ներքին արդյունքի պետք է լինի 6%։ Բնականաբար, երբ որ տնտեսական զարգացումները այնպեսին են, որ անվանական համախառն ներքին արդյունքի աճը ոչ թե 6% է, այլ 2.8%, իսկ քարտերը վճարվում են անվանական համախառն ներքին արդյունքից, բնականաբար համանման կերպով պետք է վերանայվի նաև հարկային եկամուտների մեծությունը։ Իհարկե, գումարած նաև դրան վարչարարական ջանքերը, որոնք պետք է կոչված լինեն ստվերային շրջանառությունների նվազեցմանը եւ դրա հաշվին պետական բյուջեի եկամուտների համալրմանը։ Սա պետք է լինի իրական բանաձևը, որովհետեւ մենք կարողանանք մեղմել այդ տարբերությունը այս պարագայում։ Պարոն Միրոնյան, արդյոք պատճառը այն է, որ տնտեսության վիճակը ծանր է, պատճառն այն է, որ տեղի ունեցել գողություն պրիմիտիվ եւ այլ գլոբալ չափերի այլ չափերի գողություններ, պետական բյուջեի անարդյունավետ ծախս։ Ես իհարկե պատասխանատու չեմ եւ առհասարակ չեմ զբաղվում նման ծախսային քաղաքականությամբ հասկանալու կամ գնահատելու համար ծախսերն ինչքանով են արդյունավետ, ինչքան արդյունավետ չեն։ Միշտ կարելի է մտածել, որ ծախսերը օրինակ մեկ անարդյունավետ ծախսման մասին հենց նոր օրինակ բերեց մեր գործընկերը պայմանավորված, որ ինչ որ 3 տեղանոց բազմոց է գնել, չգիտեմ, աստղաբաշխական թվերով։ Մոտ 9 հատ դա ձեզ համար անարդյունավետ ծախսման օրինակ չէր։ Եթե իրականությունը նա է, որ այդ բազմոցը ձեռք է բերվել իրական արժեքից ավելի բարձր արժեքով, իհարկե դա կարող է որակվել որպես անարդյունավետ ծախս, բայց եթե մենք հետևում ենք ընթացակարգերին, որ գնային առաջարկ ավելի էժան գնով վաճառող տնտեսավարող սուբյեկտի կողմից չի ներկայացվել, որպեսզի պետական մարմինը դա կատարի, պետական մարմինը կամ չպետք է բազմոց գնելու մրցույթ հայտարարել եք։ Ես ոչ։ Կառույցը կարող եք համապատասխանաբար դիմել աշխատակազմին, որովհետև ես անձամբ գնումներով չեմ զբաղվում, եւ կարծում եմ աշխատակազմը ձեզ մանրամասն տեղեկատվություն կտրամադրի, եթե իհարկե դրանք տեղակայված չեն եւ հրապարակային չեն, եւ որքանով ես եմ տեղեկ, այդ տեղեկատվությունը հրապարակային է եւ ամեն մանրամասնությունները տեղադրված է։ Մուտ մնաց բյուջեի գումարները գողացվել են, մսվել են, ինչ են եղել, ինչ էր ասում վարչապետը, պարոն Միրոնյան, մի կողմից իմացանք վիճակը ծանր, մյուս կողմից ասում են գողություն է եղել, դուք ինչ կասեք որպես բարձրաստիճան։ Ես կարծում եմ, որ ասվածը այլ հաղթությունում էր, խոսքը վերաբերվում էր ավիատոմսերին, բայց ինչ վերաբերվում է ձեր հարցադրմանը, բյուջեից գումար են տալիս ավիատոմսերին, չէ՞, բյուջեի գումարների մասին ես այո, հասկանամ ինչ եք ասում, բայց չեմ հասկանում կապը պետական բյուջեի եկամուտների հետ, կապը եկամուտների հետ, ինչ կապ ունի։ Ես նման տեղեկատվություն չունեմ անկեղծ ասած, որովհետև ես ծախսերով չեմ զբաղվում պետական բյուջեի։ Իսկ երբևէ լսել եք Հայաստանում